Գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ 7 բալիստիկ հրթիռ եւ 136 անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալով։ Ռուսական հարձակումների հետևանքով Զապորոժիայում 1 մարդ զոհվել է, 2-ը վիրավորվել։ Այսօր առավոտյան հայտնել է նահանգապետ Իվան Ֆեոդորովը։ Ուկրաինայի հյուսիսային Սումիի մարզում Դաշնության բանակի ռմբակոծության հետևանքով 5 մարդ է վիրավորվել։ Տելեգրամում հայտնել է մարզի ղեկավարը։ Քաղաքապետ Իգոր Տերեխովը Խարկովում 1 զոհի, 16 վիրավորի մասին է հայտնել։ Չեռնիգով քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է սուպերմարկետին, զոհվել է 2 մարդ, այդ թվում 9-ամյա երեխա։ 25 վիրավորի մասին է հայտնել Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Սա միտումնավոր ահաբեկչություն է, որը ռազմական արդարացում չունի, տելեգրամում գրել է Ուկրաինայի նախագահը։ Կիևում էլ վիրավորներ կան, տեղեկացրել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Հրթիռային հարձակման հետևանքով մայրաքաղաքի կենտրոնական բազմահարկ բնակելի շենքերից մեկի 7-րդ եւ 8-րդ հարկերում հրդեհ է բռնկվել, 3 վիրավոր կա։ Ռուսաստանն էլ է ուկրաինական գրոհների հետևանքով զոհերի ու վիրավորների մասին հայտնել։ Մոսկվայի վերահսկողության տակ անցած տարածքներն են Կիևի թիրախում եղել։ Գորլիվկայում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Դոնի Ռոստովում ուկրաինական օդային հարձակման հետևանքով ամուսիններ են զոհվել, հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը։ Նրա խոսքով եւս 5 մարդ վիրավորվել է, 2-ի վիճակը ծանր է։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով Ռոստովի 3 շրջաններում ավերածություններ են եղել, մի քանի տարածքներում հրդեհ է բռնկվել, հայտնել է մարզպետը։ Քաղաքագետները նկատում են, Թրամփ-Զելենսկի հանդիպումից 1 օր առաջ էլ ռուս-ուկրաինական ճակատում կրակը չի թուլանում։ Ուկրաինացի պաշտոնյաներից մեկը արևմտյան լրատվամիջոցներին հայտնել է, որ վաղը Վաշինգտոնում օդային հրադադարի հարցը կքննարկվի։ Մոսկվան արձագանքել է այս լուրին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը վաղաժամ է համարում մեկնաբանել մամուլում տարածված հաղորդագրությունները։ Մարիամ Ամերջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։